Հաջորդը հիմա Արի Անդրանիկյան, նախապատրաստի Վաչե Թամրազյանը։ Համեցեք։ Սիրելի հայրենակիցներ, հարգարժան կոնգրեսականներ, 3 տարի անհամբեր սպասելուց հետո 18-ամյակս լրանալուն պես պաշտոնապես անդամակցեցի Հայ ազգային կոնգրես կուսակցությանը։ Ուզում եմ ձեզ մեր երկրին ազատություն եւ անկախություն բերած քաղաքական ուժի բազմափորձ անդամներին ներկայացնել, թե ինչու կայացրի այս որոշումը։ Ինչպես շատ երիտասարդներ, ես նույնպես 2020-ի աղետալի պատերազմից հետո հիասթափվել եւ դադարել էի հավատալ Հայաստանի ապագային։ Այդ օրերի գորշությունից, ցավից եւ խայտառակությունից խուսանավելու ազգային հպարտությունը վերագտնելու նպատակով ես սկսեցի ուսումնասիրել Երրորդ հանրապետության հիմնադրման շրջանը եւ համոզված եմ, որ Ղարաբաղյան շարժման տարիները մեր պատմության լավագույն տարիներն էին եւ ինչպես այս ամբիոնից մեզ անկախ հռչակած Արամ Մանուկյանն է մի անգամ ասել, Ղարաբաղյան շարժումից ավելի լուսավոր էջ չկա։ Միացա ձեզ, որովհետեւ դուք հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ դուրս եք բերել մեր երկիրը խորը ճգնաժամից։ Դուք եք մեր երկիրը ազատագրել կոմունիստական բռնատիրությունից եւ մեզ դրել ազատ ժողովրդավարության եւ ազատ շուկայական տնտեսության ուղու վրա։ Միացա, որովհետեւ հայոց համազգային շարժումն է հերոսաբար իրականացրել ազատական բարեփոխումները, որն ամենահաջողվածն էր հետսովետական երկրներում։ Գուցե այդ ժամանակ ազատական բարեփոխումները սխալ ընկալվեցին, բայց միանշանակ է, որ այն ուներ կենսական անհրաժեշտություն եւ պատմական նշանակություն։ Եվ վերջապես միացա, որովհետեւ դուք եք մեզ վերադարձրել մեր անկախությունը եւ ազատությունը։ Մեր պետությունը կերտած մարկանցից զատ, որոնց ճանաչելը ինձ համար մեծագույն պատիվ եւ հպարտություն է։ Ցանկանում եմ դիմել նաեւ իմ սերնդակիցներին, հատկապես նրանց, ովքեր հիասթափվել են եւ առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ են արտագաղթել, այսինքն լքել մեր երկիրը։ Ընկերներ, Թեկուզև Փաշինյանի 8-ամյա աղետալի կառավարումից հետո մենք իրավունք չունենք հիասթափվելու։ Իրավիճակը այո բարդ է, այո ձեզ մոռացել են։ Տարիներ շարունակ քաղաքական ուժերին չեն հետաքրքրել ձեր հոգսերը, երազանքները եւ ապագան, բացառությամբ Հայ ազգային կոնգրեսի։ Եթե ուզում եք ունենալ արժանապատիվ եւ խաղաղ կյանք, բարվոք ապագա, սոցիալ-տնտեսական զարգացում, տեխնոլոգիական առաջընթաց, հասանելի կրթություն, անպայման գնացեք ընտրության եւ մերժեք նույն դասարանում մնացած կառավարիչներին, ովքեր խաղադրույք են կատարել ձեր ապագան։ 2019 թվականին մերժել են արժանապատիվ խաղաղության պլանը։ Եվ այսօր մերժելով այդ խաղաղության պլանը կործանել են հայկական Արցախը։ Նրանք քանդում են մեր պետականության հիմքերը, ուրանում են մեր անցյալը, խարխլում ներկան եւ կործանում մեր ապագան, հատկապես երիտասարդների։ Սիրելի հայրենակիցներ, ադրբեջանացման եւ պառակտման ուղուն կայլ ընտրանք, եւ դա խելամիտ ուղին է։ Իդեմս Հայ ազգային կոնգրես կուսակցության եւ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանի։ Եվ վերջում ձեր սերունդը կերտեց Երրորդ հանրապետությունը, մեր սերնդի սուրբ պարտն է այն պահպանելը։ Հպարտ եմ, որ Երրորդ հանրապետությունը կերտողների թիմակիցն եմ։ Շնորհակալ եմ։